何ですか? Das ist der Baum des Lebens. What is the tree of life? Non, jamais. Նույնիսկ նրանք, ովքեր երկար ժամանակ եկեղեցի են հաճախում, գաղափար անգամ չունեն կյանքի ծառի մասին։ Եվ Տեր Աստված մի պարտեզ տնկեց Եդեմում։ Պարտեզի մեջտեղում կենաց ծառը բարին ու չարը գիտենալու ծառը։ Ինչ օգուտ ունի Եդեմի կյանքի ծառը։ Կենաց ծառից առնի ուտի ու հավիտյան ապրի։ Կյանքի ծառի օգուտը հավիտենական կյանքն է։ Սակայն Ադամն ու Եվան չկարողացան ուտել կյանքի ծառից, քանի որ մեղք էին գործել։ Աստված է փակել ճանապարհը դեպի կյանքի ծառը, որպեսզի չկարողանան ուտել դրանից։ Հետևաբար, միայն Աստված կարող է մեղավորներին կյանքի ծառը տալ։ Երկու հազար տարի առաջ Աստված երկիր եկավ որպես մարդ կենաց ծառով, որպեսզի մեղավորներին հավիտենական կյանք տա։ Ով ուտում է իմ մարմինը, խմում իմ արյունը, հավիտենական կյանք ունի, ես վերջին օրը նրան հարություն կտամ։ Հիսուսի մարմինն ու արյունը կենաց ծառն են, որը հավիտենական կյանք է տալիս։ Այդ դեպքում ինչպես կարող ենք ուտել Հիսուսի մարմինն ու արյունը, կենաց ծառը։ Վերցրեք և կերեք։ Սա իմ մարմինն է։ Բոլորդ խմեք դրանից։ Որովհետև դա է նոր ուխտի իմ արյունը, որ թափվում է շատերի մեղքերի թողության համար։ Ով պահում է նոր ուխտի զատիկը, կարող է հավիտենական կյանք ունենալ։ Սակայն նոր ուխտի զատիկը վերածվել է Կոստանդիանոս կայսեր կողմից։ Առանց նոր ուխտի զատիկի, կենաց ծառի, չկա հավիտենական կյանք։ Քրիստոսը կհայտնվի երկրորդ անգամ փրկություն բերելու համար։ Աստված երկրորդ անգամ է եկել այս աշխարհ, վերականգնելու կորցրած կենաց ծառը։ Ինչ եք մտածում, թե Աստված ինչ պետք է բերի, երբ երկրորդ անգամ գա։ Նա բերել է նոր ուխտի զատիկը, կենաց ծառը, որը միայն Աստված կարող է տալ մեզ։ Մենք հավատում ենք Քրիստոս անսանհոնգ, ով մեզ տալիս է հավերժական կյանք, ոչնչացնելով մահը նոր ուխտի զատիկի միջոցով։ Խնդրում ենք պահել նոր ուխտի զատիկը, կենաց ծառի խնջույքը, որը Քրիստոս անսանհոնգ տալիս է մեզ, ստանալ հավիտենական կյանք։ Եվ այն օրը պիտի ասեն. ահա մեր Աստվածը, որի վրա հույս ենք դրել։ Նա փրկեց մեզ։ Զորությունների Տերը բոլոր ժողովուրդների համար այս լեռան վրա խնջույք է սարքելու յուղոտ ճաշերով, հին գինիներով։ Նա պիտի կլանի մահն առհավետ։